Սիրտահոր երկար է և բավականին երկար ճամփորդություն, ֆիզիկապես հոգնած ենք կարծում եմ, բայց հոգեպես և բարոյապես և քաղաքականապես լիցքավորված էքսպերիմենտ անենք երթևեկումը ավտոբուսը բավականին արագ և բռնված չեմ ընդհանրապես ինչպես տեսնում եք և ճանապարհի հիմնական մասը կարելի է ասենց անցնել սա խոսում է Հայաստանի ճանապարհների որակի մասին Այո Իրոք եմ մի պատասխան ցույց տու որ բռնված չեմ վերջ եթեր է սա ուրիշ բան չեմ չբռնված գնում ենք Վանաձորից Երևան տենանք ինչքան կդիմանանք միջև որ կդիվա էքսպրոմտով չափում եմ ճանապարհների որակը Էսա եթեր իմաստը էսա առանց բռնվել ստեղ մանավանդ 3-18-ից ի վեր 3 տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները ներկային եւ հիմա իրանց աշխատանքն են գնահատում, տենանք ոնց են աշխատել։ Չէ, բայց արդեն ինչքան առանց բռնվելու գնում եմ, հիմա հա, օքեյ։ Ասեք, որ նախապես չեմ պայմանավորվել, չենք ասել, չենք խոսել։ Իմ վաղեմության ժամկետն անցել։ Ոչ խոսել ենք, ոչ պայմանավորվել ենք։ Դրի ուրիշ բանի համար է եթերում, բայց մեկ էլ կանգնեցի, սենց մեկ էլ զգացի, որ սենց է։ Ինչ վատ եթեր է։ Կիսվեք, սենց եթեր երբեք տեսեք։ Են որ ասմա բան no comment եթեր է։ Վերնագիրը փոխենք, վերնագիրը դրի օրվա ամփոփում, բայց հիմա no comment-ն է, այսօր ճանապարհների որակի մասին։ Հասեմ դրե։ Ինչ սխալ եմ պահել միկրոֆոն։ Ասում են ձայնը ցածր է։ Մի րոպե։ Այստեղ շրջադարձ է, ուզած չուզած եկել։ Մի րոպե։ Վարչապետ շրջադարձ է։ Մի րոպե շրջադարձել եք լավ սարքի։ Սա ոչ թե ձայնի որակի մասին, այլ ճանապարհի որակի մասին։ Հիմա կա ձայն։ Անջատեցի։ Շրջանացել երթևեկություն։ Լավ, շատ լավ եթեր է։ Ստուգեցինք ճանապարհի որակը եւ հիմա բայց անցնենք բուն թեմային։ Այսօրվա հիմա ես ուզում եմ որ մենք ամփոփենք այսօրվա տպավորությունները։ Հենց մի անգամ չեն նստած էլի։ Նստած տենց, ահա, հիմա այս մի ձեռս է գրպանում դրեցի, որ հա չեմ բացառում, կարող է բան լինի, բայց խնդրեմ պարոն Խուդացյան, այսօրվա մեր քաղաքացիների շփում դե ներկուսակցական քարոզարշավ, բայց քաղաքացիների շփումից համայնքներից ինչ տպավորություն ստացաք։ Պարոն վարչապետ, մի կողմից լրագրողը դեր ինձ դուր է գալիս, էլի նոստալգիա է կներեք։ Պարոն վարչապետ, մի կողմից միտքս ճանապարհի վրա է դժվար է կենտրոնանալու, բայց չէ իրականում տպավորությունները շատ լավ են, ակնհայտ է, որ մենք 3 եւ այսօր 10 քաղաքներում ենք եղել հանրապետության 4 մարզերում, քաղաքացիները գնահատում են բոլոր ուղղություններով իրականացված աշխատանքը եւ առաջին հերթին խաղաղությունն են գնահատում եւ ամենակարևորը նաեւ մնացած աշխատանքներ ու նոր հանձնարարություններ են տալիս։ Մենք այս 10 համայնքների այցի ժամանակ անընդհատ նոր առաջադրանքներ եւ նոր հանձնարարություններ ենք տվել, ինչը նշանակում է, որ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության ապագան կապում են քաղաքացիական պայմանագրի հետ, ինչը մեր համար շատ կարևոր է որպես կուսակցություն։ Այդ տպավորությունը ես էլ եմ ուզում կիսեմ, որ ես ճիշտն ասած իհարկե բնականաբար այդ ակնկալիքով էր, բայց այտենց պոզիտիվ մթնոլորտ, այդքան պոզիտիվ մթնոլորտ ես բան չէի անում։ Հիմա օրինակ ասենք երեք տեսա որ լրահոսում էլ երեգել այսօրել տենց բարձա ինչ որ 1-2 կտոր փորձում են առանձնացնել եւ ներկայացնել շատ լավ եթե այդ տրամաբանության գրենք եւ դրան վերաբերում ենք որպես վիճակագրություն ուրեմն վիճակագրությունը ասում է
98-ը ընդդեմ 2-ը, այսինքն 98% ընդդեմ 2%-ի։ Հա, այսինքն այս բանա էլի, հետեւաբար, եթե տրամաբանությունն է, ուրեմն այդ տրամաբանություն։ Տիկին Մակուն, թարմ հայաց Միացյալ Նահանգներից, ո՞նց է ձեր մոտ ստացվում վերադարձը ներքաղաքական կյանք, խնդրեմ։ Շատ սահուն, պարոն վարչապետ, դրական լիցքերով եմ իրականում այս 2 օրը եւ այսօր Տավուշի մարզում հատկապես 3 հիմնական թեմա էին քաղաքացիները մեր շոշափում. խաղաղությունը, սահմանների անվտանգություն, երկրորդը առողջապահական մեր վերջին բարեփոխումները, առողջապահության ապահովագրությունը եւ թոշակների բարձրացումը։ Այս 3 թեմաներ, որ հիմնական ողջավորություններ առաջացրել Տավուշում, հատկապես։ Իջևանում մեր թոշակառու հայնակցի արած վերլուծությունը ինձ օրինակ զարմացրեց շատ, որովհետեւ շատ դիպուկ էր եւ շատ կարեւոր էր։ Այո։ Եվ խաղ անկոնջորանից հազում եմ դուք խոսած։ Պարոն վարչապետ, ես իմ համար ամենա բնորոշիչ բանն է, որ հիմա քաղաքացիների մեջ ես հանգստություն եմ տեսնում։ Եվ առաջին անգամ եմ ես այս չափով զգում, որ մարդիկ այդ էգզիստենցիալ գոյաբանական խնդիրներից ավելի քիչ են խոսում եւ սկսել են խոսալ նորմալ երկրներին զարգացող նորմալ երկրներին վերաբերող օրակարգերից թոշակներ, ապահովագրություն, ճանապարհներ եւ այլն եւ ես տեսնում եմ, որ խաղաղությունը աշխատում է, այսինքն խաղաղությունը գետնի վրա սկսել է աշխատել ու դա հենց այս մեր այցերի ժամանակ ես դա տեսնում եմ ու իմ համար նաև ինչն էր հետաքրքիր վիճակագրություն, որ այսօր ես իմացա, որ 16 միլիոնի 16 պլյուս 5 միլիոնի ծրագրերով, որ օրինակ սահմանազատումից հետո այս 1.5-2 տարիների ընթացքում, ասենք օրինակ 54 կառուցված տներից 52-ը կարծեմ բնակավայր սահմանազատումից հետո է եղել։ Դա հենց քաղաքացիների արձագանքն է սահմանազատմանը, դա քաղաքացիների արձագանքն է խաղաղությանը։ Ինձ թվում է սա ամենաֆունդամենտալ բաներից մեկն է, ու այն որ մարդիկ էգզիստենցիալ խնդիրներից անցում են կատարում բնական խնդիրների, դա խոսում է մեր պետության որակի փոխակերպման մասին, որը շատ կարևոր է։ Համաձայն եմ, բայց էլ եկեք ասենք, որ շատ թիմակիցներ նաև քննարկումների ընթացքում էդ էին ասում, որ ոնց որ թե խաղաղությունը արդեն այնքան սովորական է դարձել, որ գուցե այդ մեր ուղերձը, որ խնամք է պետք տանել խաղաղությունը եւ մենք այսօր ինչ ենք խոսում եթերից դուրս, որ ասում ենք այո, խաղաղությունը փաստ է, բայց աշխարհը ցույց է տալիս, որ եթե ճշգրիտ չլինես, խաղաղությունը կարա շատ արագ վերափոխվի ուրիշ բանի եւ մեր շատ գործընկերներ անհանգստացած էին դրանով, որ ոնց որ թե հանրությունը այդ խաղաղությունը արդեն ընկալում է էլի ճանապարհի նման, չէ, եւ որ ճանապարհը քանդված է, անընդհատ մարդիկ տեսնում են քանդված է, երբ որ կառուցվում է, մի քանի օր ուրախանում են դրանով, մի շաբաթ հետո դա արդեն սովորական կյանքի անբաժանելի մաս է եւ տենց առանձնապես բան չի առաջացնում։ Չնայած ես էլ այդ մյուս կողմից այդ հանդարտությունը նաև ընկալում են որպես վստահություն իշխանության ասածին, որովհետև երկու տեսակետ կա, մենք ասում ենք խաղաղությունը հաստատված է, իհարկե պետք է հոգ տանել խաղաղության համար, բայց հաստատված է, եւ մյուս ուժերն ասում են չէ, հաստատված չի, բայց այն զգացողությունը մարդկանց մոտ, որ խաղաղությունը հաստատված է, այդ նշանակում է, որ իշխանությունն է վստահելի աղբյուրը, բայց մենք էդ էլ ենք ասում, որ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, որովհետև հակառակ դեպքում ինքը կարող է քայքայվել եւ հենց այդ առիթով պարոն Պապիկյան ձեր տպավորությունները։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ, իրականում ես էլ պիտի անդրադառնամ ինձ համար նախկինում անսովոր մի պատկերի, ես հանդիպել եմ այս 2 օրվա ընթացքում հանգիստ ծնողներ։ Հա, ճիշտ է, դա։ Ծնողներ, ովքեր լարված չեն, ու քանի որ աշխատանքի բերումով ես մարդկանց հետ ավելի քիչ եմ շփվում, քան նախկին պաշտոնների բերումով, նաև աշխատանքի որոշակի գնահատական եմ լսում, անհամեստ չհնչի, շնորհակալություններ բազմաթիվ, որ տղաները ծառայում են, ամեն ինչ լավ է, ընդ որում տարբեր զորամասերում։ Ինձ համար դա նույնպես կարևոր ցուցիչ էր, էլ չեմ ասում ուրախալի է, որ Պաշտպան հայրենիք ծրագրով մարդիկ շարունակում են ավելի հետաքրքրված լինել։
մանավանդ դա տեսանելի էր իհարկե Տավուշի մարզում։ Հետաքրքիր է, որ Տավուշի մարզի սահմանային բնակավայրերի բնակիչները շատ են հետաքրքրված այդ ծրագրով ու շատ ավելի հանգիստ են վերաբերում ծառայությանը, քան նախկինում էր։ Սա շատ կարևոր եմ համարում, ու սա նույնպես խաղաղության օրակարգի մաս է, բայց անհանգստանում եմ, որ մարդիկ այդքան հանգիստ են վերաբերում նրան, որ խաղաղությունը ամբողջությամբ ձեռք բերված է, այլ կարիք կա, որպեսզի նրանք դրան վերաբերվեն ավելի ուշադիր, ավելի հոգատար։ Այդ բացն եմ տեսնում, որը պիտի մենք անընդհատ մարդկանց հետ աշխատենք, կոմունիկացնենք եւ բացատրենք, որ հոգացության կարիք ունի խաղաղությունը։ Տիկին Մակունց, այս արդեն որ մի քանի դեպք եղել է, ուզում եմ don't take it for granted հայերեն թարգմանեմ, չեմ կարող թարգմանությունը գտնեմ դա։ Այսինքն չէ, էլի դե այդ բառացի թարգման։ Ոնց որ օդի ծնգածի, այսինքն այսինքն խաղաղությունը մենք չպետք է ընդունենք, որ ինքը առավել եւս խաղաղության համաձայնագիրը ստորագրված չի եւ այլն, բայց իր նկատմամբ հոգ տանելը այդ շատ կարեւոր process է։ Տիկին Ջուլհակյան, հա, չէ, մի հանգամանք, որովհետեւ դուք հետո ինձ ասցիք Ալավերդիում ավտոբուս բարձրանալուց առաջ զույգը որ մոտեցավ, որոնց որդին ծառայում էր եւ սոցիալական խնդիր էր բարձրացնում, հետո Պապիկյանը երբ որ խոսել էր իրենց հետ, հուշել էր, որ իրանց ծառայող տղան կարող է պաշտպան հայրենիացով պայմանագրային դառնա, ինչը եւ ատեստավորվի այդ պարագայում իրենց սոցիալական վիճակը էականորեն կբարելավի, որովհետեւ ատեստավորվելու դեպքում ընդհանուր մինչեւ 500, 600, 700 հազար դրամ կարող է վարձատրություն ստանալ։ Ես այդ պահին չմտածեցի այդքան, բայց խոսել եմ առաջարկել։ Այսինքն դուք առաջարկեցիք։ Ես առաջարկել եմ որոշումը իրենցի։ Էս էլ է կարևոր, հասկանում եք, մարդը ըստ էության հանապազորյա հացի խնդիր է բարձրացնում, բայց լուծումը մի ձեռքի երկարությամբ, այսինքն պետք է ձեռքը պարզել, հա, ձեռքը պարզել եւ այդ լուծում, եւ դա օգնություն չի, եւ դա սոցիալական աջակցություն չի, դա աշխատանք է, որ մարդը պետք է անի։ Ու սա շատ կարևոր է։ Տիկին Ջուլհակյան, ձեր տպավորությունները։ Ես նույնպես շատ մեծ էներգիա եմ տվել քաղաքացիների հետ եւ կարծում եմ իրականում գործընկերների են մտահոգությունը, որ խաղաղությունը կարծես թե արդեն մարդիկ ընկալում են, որ հենց այդպես էլ պետք է լիներ եւ արդեն այլ հոգսերից են ավելի շատ խոսում։ Պետք է ասեմ, որ քանի որ այս երկու օրերի ընթացքում տարբեր մարզերում եւ տարբեր համայնքներում գտնվել, ես տարբերություն նկատել եմ մարզից մարզ եւ մասնավորապես համայնքից համայնք։ Եվ այսօր մասնավորապես նոյեմբերյանում, որը հենց սահմանին մոտ է, մի քանի կնոջ հետ եմ զրուցել, որոնց հենց հարցնում էի, թե ինչ սոցիալական խնդիրներ ունեն, ինչ է իրենց մտահոգում։ Ինձ ասացին, մենք ոչ մի խնդիր չունենք, մենք կարևորում ենք խաղաղությունը։ Հետևաբար ինձ մոտ տպավորությունը այն է, որ որքան հեռու սահմանից այնքան գուցե խաղաղությունը որպես առաջնահերթություն հետ է մտնում եւ մարդիկ ավելի քիչ բան են տալիս, կարևորություն են տալիս դրան իրենց առաջնահերթությունների մեջ, բայց որքան մոտ են սահմանին, իմ տպավորությունը եղավ այն, որ իրենք հենց իրենց ամենակարևոր ձեռքբերում համարում են խաղաղությունը։ Մեկ այլ բան նաև ինձ համար այս այցերը կարևոր է նրանով հասկանալու համար, թե քաղաքացիները մեր կողմից իրականացվող ծրագրերը որ ինչպես են որքանով են նախ տեղեկացված, ինչպես են իրենք ընկալում եւ այն էր իմ ընկալումը, որ տեղեկացված են ամբողջությամբ, օգտվում են եւ շատ գնահատում են սոցիալական խնդիրներ բնականաբար ամեն վայրը ունի իր առանձնահատկությունը, Ալավերդիում մասնավորապես գնահատում էին այն, թե կառավարությունը ինչ որակով եւ արագությամբ արձագանքեց բնական աղետին եւ ըստ էության դա շատ տպավորիչ էր, շատ տպավորիչ էր, քաղաքացիները ասում են, որ իրենք
հասկացան վերջապես, որ իրենց թիկունքում կա պետություն, իրենք պաշտպանված են, այսինքն իրենք անվերջ են, եթե իրենք բախվեն բնական աղետի, իրենք հիմա հասկանում են, որ կա պետություն, որը իրենց օգնության է հասնելու, սա նույնպես ինձ համար շատ կարևոր էր։ Առհասարակ քաղաքացիների կողմից ստացված ֆիդբեքը շատ կարևոր է, մեր կողմից իրականացվող թե ռեֆորմների, թե ոչ ռեֆորմային, բայց այս նման ծրագիրը իրականացնելու հարցում շատ խոսքով տպավորված եմ։ Իմիջիալոց ասեմ ալավերդուց այդ տպավորությունը, որ շատ արագ ստացվեց, թե ինչ էական է, որ մտնում ես ու զգացողություն ունենա, որ օգնությունը հասել է, հասցեատիրոջը։ Այդ միանգամից արագության մեջ, ասենք կես ժամից մենք մտանք, սկսեցինք քայլել արդեն այդ զգացողությունը, որ օգնությունը ճշգրիտ հասել է տիրոջը, եւ ոչ մեկը չի մտածում, որ օգնություն պետքա տային X, բայց տվել են X-5 կամ X- ինչ որ բան, այդ շատ կարևոր զգացողություն է։ Այնտեղ ես գիտեմ, 1-2 դեպք կա, երբ որ սեփականության փաստաթղթերի հետ խնդիր կա, պարոն Սանոսյան հիշում եք, այդ գոնե 1-2 դեպքի ես էլի նամակները ստանում եմ, բայց այդտեղ լուծման չգիտեմ, խնդիրներ կա, որովհետև դա փաստացից է իրանց սեփականությունը չի, անտառային շատ լավ, պարոն Ալեքսանյան, ձեր տպավորությունը։ Պարոն վարչապետ, իրականում մի կարևոր արձանագրում ունեմ ու մի խնդիր էլ վերջում կարձանագրեմ, էլի։ Կարևոր արձանագրումը հետևյալն է, առաջին անգամ իրականում մեր ստացվել է այնց, որ մեր բազմաչարչար ժողովուրդը չի չարչարվում։ Ամբողջ աշխարհում ինչ որ արունահեղություններ են, պատերազմներ են, մարդասպանություններ են, այնտեղ հրթիռներ են ընկնում, չգիտեմ ինչ ասես տեղի է ունենում, մեր բազմաչարչար ժողովուրդը չի չարչարվում։ Մեր բազմաչարչար ժողովրդի արունը չի հեղվում ու հենց իսկ հիմա քաղաքական դաշտի մոտ շոկ է սրանից, որ հենց աշխարհում ինչ ասես կատարվում է, բայց մեր ժողովուրդը հենց սեփականության վկայական ապահովագրություն, թոշակը 10,000, 15,000, իմ այսքան է բարձրացել իմ թոշակը, այս մեկին այսքան, ասես մարդկային կյանքով են ապրում։ Ու ես ուղղակի բայց ես կներեք, ես տպավորություն ունեմ, որ այս միջազգային իրադրության հետ կապված մեր ընդդիմության եւ փորձագիտական որոշ շրջանակներ համ հացուտելն են թարգել այդ կապակցությամբ, համ ջուր խմելը, որովհետև մենք շատ մեծ քննադատության ենք արժանանում, որ ինչի ենք սնվել, թե որ միջազգային իրադրությունը այդպեսին է, սնվել ենք, ես կարծում եմ լավ էքսպերիմենտ կլինի, որ ասենք մյուս շաբաթ կշռենք մի հատ, տեսնենք մեր ընդդիմադիր գործիչները տենց բան են, քուրց են հագել եւ ծոմ են պահել եւ ընդ որում 4 ծոմ, ջուրել չեն խմել եւ բան, այսինքն ես սենց եմ հասկանում, պետք է արձանագրենք, որ վերջին 2 օրերին մեր ընդդիմությունը եւ փորձագիտական որոշ շրջանակներ չեն ուտում հաց, այդ թվում իրանց սովորական սև խավիարը եւ բանը եւ բանը, չգիտեմ, ինչի քյաբաբը չեն ուտում եւ այդեն ցնցումների մեջ են ընկել, որ մենք ասենք օրինակ կարկանդակ կարանք ուտենք կամ եգիպտացորեն։ Դե մեր ավտոբուսից էլ են ցնցումների մեջ ընկել, պարոն վարչապետ, տենց չգիտեմ, երևի ենթադրում մեր ավտոբուսի վիդեոները նայում են իրանց մայբախներում, տխրում են, ինչև է, բայց մի ասի, որ մի խնդիր էլ եմ արձանագրելու, խնդիրը ձեր հազն է, պարոն վարչապետ, դες ձեր լայվի կոմենտները նայում եմ, ամեն երկրորդ կոմենտը ձեր հազի մասին է, ինձ թվում է սիրելի դիտողներ, սիրելի քաղաքացիներ, ամբողջ ավտոբուսով այս հարցը կքննարկենք, կփորձենք պիտի։ Չէ, իրականում ես այդ տեղեկացնեմ, որ բժշկի հսկողության տակ եմ, բուժումներ ընդունել եմ, նույնիսկ այն օրը մագնիսա ռեզոնանսային տոմոգրաֆիա եմ անցել եւ այլն, բայց այսինքն ոչ մի պաթոլոգիական պատճառ չկա ըստ ամենայնի ներքաղաքական իրավիճակից։ Տենց ուրիշ պատճառ չկա, այսինքն նկատի ունեմ այն չի, որ բան տենց ամփույթ թողած է, դեղեր եմ խմում եւ այլն։ Իմիջիալոց բժիշկը հիշեց, որ հեղափոխությունից հետո էլ տենց երկար ժամանակ ինչ որ շատ դժվար անցավ։ Բայց ես գիտեմ, որ բանում ասել եմ, Աբու Դաբիի ամեն քաղաքական process-ների հետ կապված։ Խնդրեմ պարոն Հարությունյան, ձեր ճիշտ է դուք համայնքներում այսօր չեք եղել, բայց հետաքրքիր է հետևել եք ինտերնետով։ Չէ, ճիշտն ասած, այսօր շտաբի աշխատանքներով է զբաղված, պարոն վարչապետ,
որովհետև իրականում դեռ 3 ամիս կա, բայց ընդամենը 3 ամիս կա եւ կենտրոնական շտաբի աշխատանքների համակարգման հարց կա, դրանով է զբաղված, նաեւ քաղաքացիները հարցնում են, թե ուր կարող են դիմել, որպեսզի իրենք հետ նախապատրաստվեն մեր թիմի հետ ընտրություններին, հիմա շտաբերն ենք պատրաստում, որպեսզի այդ գործառույթը իրականացնենք, բայց մի հատ լավ բան եմ ուզում ասել։ Մենք խոսում ենք ճանապարհներից, որ ասում ենք սովորական են դառնում, գունագեր դպրոցներից, որ սովորական են դառնում։ Հիմա Հայաստանում ընթանում է Եվրոպայի հրաձգության առաջնությունը, եւ այդպիսի մեծ առաջությունները արդեն սովորական են դառնում, բայց ես չեմ ուզի, որ չեմպիոն դառնալն էլ սովորական դառնա, ուզում եմ ասեմ, որ քիչ առաջ հրաձգության Եվրոպայի առաջնությունում հրաձգությունում մենք ունեցել ենք մեդալ, Լիլիթ Մկրտչյան դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Մի րոպե ընկերներ, այստեղ կարևոր հետ ենք մնացել կյանքում։ Մենք հրաձգության Եվրոպայի չեմպիոն ունենք, մի հատ բուրըն ծափեր Երևանում բուրըն ծափերով ողջունենք։ Եվ նաև ունենք արծաթե մեդալ։ Եվ արծաթե մեդալ։ Գոհար Արությունյան արծաթե մեդալ, Լիլիթ Մկրտչյան ոսկե մեդալ։ Լիլիթ Մկրտչյան ոսկե մեդալ, մի հատ էլ ծափեր եւ Գոհար Հարությունյան արծաթե մեդալ։ Իրան մի անգամ պարտը 10 լավագույն։ Բայց դեմ չենք, թող սովորական դառնա, չեմպիոն դառնալ։ Տիկին Գալյան, քաղաքական գործընթացներին ինչքան հիշում եմ, տենց նկատի ունեմ առաջի անգամ տենց ընտրական մերձ կուսակցական ինչ տպավորություն եւ այս համայնքային երեք մասնակցում եք, հասկզբից մասնակցեցիք, հետո ինչ տպավորություններ ունեք։ Մարտական, եթե խոսքը մեր կուսակցական քարոզարշավի մասին է, պատրաստ հատիկ առ հատիկ կերելու յուրաքանչյուր պատվիրակի սիրտը։ Իսկ յուրաքանչյուր ընտրողի պատվիրակ հետո արդեն նաև պատրաստ կերելու յուրաքանչյուր ընտրողի սիրտը։ Ինչ վերաբերում է ժողովրդի հետ շփումներին, ապա միշտ դրանք տրամադրող են, մոտիվացնող եւ պատրաստող ավելի խիտ ծանրաբեռնվածությամբ աշխատելու, բայց ես ինձ համար մեկ հետաքրքիր արձանագրում արեցի, որ շատ քիչ էին քաղաքացիները, որոնք բարձրացրեցին օրինակ արդարադատության ոլորտի հետ կապված խնդիրներ, երկու դեպք եղավ, որ մոտեցան եւ խոսեցին ավելի շատ բովանդակության մասին եւ ոչ թե պրոցեսների։ Իհարկե սա բնավ ինձ համար չի նշանակում, որ մեր երկրում այդ ոլորտում ամեն ինչ լավ է, բայց ամեն դեպքում օգտվելով առիթից ուզում եմ վստահեցնել, որ առաջիկայում մենք հստակ ժամկետային դատավարական պրոցեսներ ենք ունենալու, որպեսզի քաղաքացիները հստակ իմանան, թե իրենց գործի քննությունը ինչքան է տևելու։ Եվ այդ Այսինքն հիմնական փողոքները էլի ձգձգումներից են, հա։ Փողոքները գոնե թե 1 տարի առաջ կամ 2 տարի առաջ գործերի քննության ժամկետների տևականությունից էին գալիս։ Արդեն նկատում ենք, որ բողոքների ալիքը պակասել է, որովհետև շատ դատարաններում ծանրաբեռնվածության խնդիրը կարելի է ասել հաղթահարված է, եւ մենք գնալու ենք այն ճանապարհով, որ բոլոր դատարաններում այդ խնդիրները հաղթահարենք։ Քաղաքացիները ավելի շատ խոսում են սոցիալական խնդիրներից, այսինքն մենք ականատես եղանք ավելի շատ պարզաբանող հարցեր են ուղղում առողջապահության ապահովագրությունից, խոսում են մշակներից, հնարավոր զարգացումներից եւ այլն, եւ մի բան ինձ համար ակնհայտ է, որ եղածից նահանջը անթույլատրելի են համարում, այսինքն դեպի հետ քայլը եւ խաղաղության համատեքստում եւ կայունության համատեքստում մեր քաղաքացիների համար բացարձակ անընդունելի է եւ դա է պատճառը երևի, որ իրենց հույսը նաեւ կապում են մեզ հետ։ Ինձ համար անչափ ոգևորիչ է այս իմ ընկալումը եւ նաեւ ավելի մեծ պատասխանատվություն ստեղծող իմ առաջիկա աշխատանքները կազմակերպելու համատեքստում։ Շատ լավ։ Տիկին Ղազարյան, ձեր տպավորությունները։ Շատ դրական, միշտ ես սիրով եմ վերադառնում իմ սիրելի հայրերի մարզը, Տավուշի մարզ, եւ շատ ոգևորված էի տեսնել հատկապես իմ գյուղում 16 միլիոնի ծրագրի շրջանակներում կառուցված տների քանակը եւ Թաղամասեր։ Այո, թաղամասեր։ Եվ ես նամակներ եմ շարունակաբար ստանում հենց այս պահին էլ, որ ելի են ուզում, որպեսզի այդ ծրագիրը վերանայվի, պարոն Թորոսյանի հետ ենք խոսել այդ մասին։
Եվ իհարկե շատ ուրախ էի վերադառնալ Ոսկե բարի եկեղեցին եւ ի հեճուկս մեր սիրելի Գառնիկի վստահ եւս մեկ անգամ տեսնել եկեղեցին։ Ոչ թե հեճուկս, այլ շնորհիվ մեր սիրելի Գառնիկի, որ այո, շոշափել, տեղում էր, մոմ վառել, աղոթել եւ վերջո եք չմոռանանք ու մենք պարտական դրա համար։ Եվ վերահաստատել, թե որքան կարևոր է եկեղեցու նորոգման օրակարգը եւ չմոռանալ եւ չշեղվել։ Եվ մեր քաղաքացիներն հիշեցնել, որ այս առաքելությունից մեկ հետ չենք կանգնելու եւ շարունակելու ենք, որովհետեւ մեր ինքնության անբաժանելի մաս կազմող հայ առաքելական եկեղեցին իրապես ունի մեր քաղաքացիների աջակցության կարիքը։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, դուք ինչ տպավորություններ ունեք։ Ես լրացնեմ գործընկերներից, որպեսզի չկրկնվեմ, որևէ քաղաքացի այս 2 օրերի ընթացքում չի բարձրաձայնել անվտանգության հարց, չի ասել մենք մեզ անվտանգ չենք զգում հանրապետությունում։ Որևէ քաղաքացի չի բարձրաձայնել ինքնության կորստի հետ կապված հարց, այն ինչ որ ընդդիմությունը անընդհատ աղաղակում է։ Մենք այսօր էլ եղանք սահմանամերձ համայնքներում եւ այդ համայնքներում մենք տեսանք զարգացող համայնքներ, տեսանք ավելացող տներ եւ ընտանիքներ, բնակչություն, ինչը շոշափելի է այս խաղաղության օրակարգի առումով։ Մի արձանագրում էլ անել, ուզում եմ անեմ, մեր այս ուրախ ավտոբուսի երթևեկը փաստորեն դարձել է հանրապետության թիվ 1 թեման եւ եթե ընդդիմությունը խոշորացույցով հետևում է մեր երթևեկին, որպեսզի մի խնդիր գտնի եւ սեփական դատակ օրակարգը լցնի դրանով, ապա մեր սիրելի քաղաքացիները հետևում են, որպեսզի տեսնեն արդյոք մենք իրենց մարզ ենք գնում, արդյոք մենք իրենց համայնք ենք գնում եւ շատերն են գրում, որ մենք այսինչ համայնքում ձեզ ենք սպասում, երբ որ տեսնում են իրենց մարզում ենք։ Ուզում եմ ներողություն խնդրել այն քաղաքացիներից, որոնք սպասում են մեզ, բայց հասկանալի է, որ ժամանակը կարճ է, չենք հասցրել, բայց անպայման լինելու ենք բոլոր համայնքներում շուտով, էս է ուզում նաև ասել, եւ շնորհակալություն շատ ջերմ ընդունելության համար բոլորի սիրելի քաղաքացիներ։ Հիմա Տիկին Իշխանյան, երիտասարդական կառույցի հայացքով ոնց է այս ամեն ինչը։ Դե հենց դրա մասին էի ուզում խոսել, որովհետև շատ հաճելի էր, երբ որ Իջևանում ու նաև Նեմբերյանում լոֆթը տեսանք, որովհետև տարիներ առաջ օրինակ Տվյալ մարզի երիտասարդները դժվար այդպիսի կառույց։ Իջևանում իհարկե փակ դռների հետ տեսանք, բայց օրինակ Նեմբերյանում շատ տպավոր չէր, թե դիզայնը ամբողջ ներսի, նաև որ նշեցին նաև տարբեր գործիքներ են հասնելու են, որպեսզի նաև նվագեն այնտեղ, ու հետո Արվածային գործիքը չէր հասել, թե նվագենք մենք։ Ու նաև Ալավերդիում հետո մի շարք երիտասարդներ մեզ մոտեցան, բայց ավելի տպավորիչ Մարտան էր ինձ համար Ալավերդիում, ու չթակով որպեսզի կատարեցին։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Տիկին Ավանեսյան, դե արդեն իհարկե զգացվում է, որ մարդիկ զգացել են առողջության ապահովագրությունը եւ կարծում եմ, որ իսկապես հիմա դրական էս պոզիտիվի մի շատ, այսինքն համենայն դեպս պոզիտիվի մեջ այդ առողջության ապահովագրությունը, նաեւ որ մեր սիրելի թոշակառուները տենց ավելի հանգիստ են զգում իրանց, մենք իրանց իհարկե ասում ենք, որ հույս ունենք, որ դուք չեք ունենա դրա կարիքը, բայց ամեն դեպքում, քանի որ կա, բայց դա մի ուրիշ ապահովության զգացում է, պարոն վարչապետ, եւ դրա մասին էլ էին խոսում, որ սոցիալ-հոգեբանական շատ կարեւոր բան է փոխվում։ Հազար ներողություն, բայց թոշակառուների մասին ենք ասում, բայց բոլորս էլ այդ վիճակում, այդ վիճակը ծանոթ է, որ մենք մտածում ենք մեր ծնողների հետ կապված, որ մի խնդիր են չլինի եւ այլն, ոնց ենք լուծելու։ Այսինքն մենք ես կարծում եմ թոշակառուների հանգստությունը իրանց զավակների հանգստությունից է նաեւ գալիս, որ գիտեն, որ այդ հարցը ինչ որ Ես մի բան էլ էի ուզում ավելացնել, պարոն վարչապետ, ես շատ այսօր նաև լսեցի, որ հենց բուժօգնությունը, որ իրանց մոտ են ստանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Վանաձորում, գոհ էին նաև, որ իրենց մոտ շատ ավելի լավ բուժօգնություն են ստանում եւ նաև նշում են, որ այն ամբուլատորիաները, որ հիմա կառուցման ընթացքում են Կողմում, Այրումում, դա էլ է շատ կարևոր, որ շատ բաներ չեն գալու Երևան, այսինքն համ էլ ֆիզիկապես է հասանելի լինելու եւ ֆինանսապես է հասանելի ու այսօր մեր շատ հարգարժան տարիքով անձը այնքան լավ բացատրեց, որ ապահովագրության արդյունքում նաև իրանք այլ բաները կարողանում են շատ ավելի լավ հոգան, որովհետև ֆինանսական շատ մեծ բեռ ընտանիքից դուրս է եկել, այսինքն ընդհանուր կյանքի որակը փոխվում է
Եվ իհարկե որ խոսում ենք, երեք ես ամփոփել եմ 300,000-ից ավել անձ ստացել է ապահովագրության շրջանակներում այս 2 ամսվա ընթացքում ծառայություններ։ Բայց այսօր մենք արդեն անհատապես տեսնում ենք, որ մեկը տեղաստացել է, մեկը վիրահատվել է, մեկը պատրաստվում է, եւ սա իհարկե ամենակարևոր ձեռքբերումն է, ու բայց պիտի շարունակենք։ Մի բան էլ ընդհանուր զգացողություն, պարոն վարչապետ, որ մեր ժողովուրդը այսօր քաղաքացիները մեզնից արդեն հաջորդ 5 տարվա շատ կարևոր բաներ էին ակնկալում, վստահությամբ, որ մենք լինելու ենք մեծամասնություն սահմանադրական եւ այն խնդիրները, որ բարձրացնում են, հույսը մեզ հետ են կապում, որ մենք դրանք հերթով լուծելու ենք։ Այո, մենք քաղաքացիներից չենք էլ թաքցնում, որ առաջիկա խորհրդանական ընտրություններում պարզապես մեծամասնություն ունենալը այս իրավիճակում բավարար չէ եւ մենք ակնկալում ենք, որ իրենց քվեով կապահովեն, որպեսզի այս քաղաքականությունները շարունակելու համար ունենանք սահմանադրական մեծամասնություն։ Հաջորդ դիտարկումը մենք գիտենք, որ բուժաշխատողները հարցեր ունեն եւ նրբություններ կան, որոնք պետք է ճշգրտվեն, ինչպես պայմանավորվել ենք որոշակի ժամանակ հետո, այսինքն երամսյակը անցնի եւ այլն, մենք կամփոփենք եւ այդ թեմային կվերադառնանք։ Այս այսօր ամբուլատորիայի բժիշկների հետ խոսեցի, իրենց աշխատավարձը բարձրացել է, պարոն վարչապետ, մոտ 25-30% ամբուլատորիային ավելացել է, Վանաձորի բժշկական կենտրոնից էլի մի քանի բժիշկների հետ, այսինքն որոշ ուղղություններով կան ճշգրտման կարիքներ, որ անպայման մեր ուշադրության կենտրոնում են։ Տիկին Գասպարյան, դուք ինչ տպավորություններ։ Պարոն վարչապետ, իսկապես շատ սքանչելի փորձառություններ թիմով քաղաքացիների հետ այս երկօրյա մեր հանդիպումները եւ նաեւ շատ ոգևորիչ էր տեսնել եւ զգալ մեր քաղաքացիների հաստատուն սատարումը մեր ուժին, հաստատված խաղաղությանը, իրենց համայնքներում զարգացման շարունակականությանը, եւ առողջապահության եւ սոցիալական ոլորտներում բարեփոխումների շարունակականությանը եւ նաեւ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի երեկվա իմ ավագ որդուս դասվարի հետ խոսակցությունից մի կարճ ունեմ նրա թույլտվությունը այս ամեն ինչը ձեզ փոխանցելու Գեր Ավետիսյանը շատ խնդրում է որ ես փոխանցեի ձեզ իր շնորհակալությունը կապված բանակում կատարված բարեփոխումների առիթով որովհետեւ նրա որդին արդեն կլինի 8 ամիս որ ծառայում է մեր զորամասերից մեկում եւ շատ հետաքրքիր միտք արտահայտեց, ասեց, որ ես ինձ զգում եմ Հայաստանի Հանրապետության երջանիկ քաղաքացի, երջանիկ ծնող, որովհետեւ ես ամեն օր իմ գլուխը հանգիստ դնում եմ բարձին, որովհետեւ երկրում խաղաղություն է եւ իմ որդին ծառայում է խաղաղ պայմաններում եւ նաեւ շատ լավ պայմաններում։ Գեր Ավետիսյան ջան, ես փոխանցեցի ձեր խոսքերը անձամբ վարչապետին։ Շնորհակալ եմ Տիկին Ավետիսյան ձեր գնահատականի համար։ Պարոն Պապիկյան, հետևում եք եթերին, ստեղ էլի բանակի թեմայով բաներ ենք խոսում։ Հիասքանչ դասվար էի դեպ։ Շատ լավ, շնորհակալ։ Տիկին Վարդանյան, դուք ինչ տպավորություն ունեք։ Տպավորություններ։ Իրական շատ տպավորված եմ, որպեսզի չկրկնվեմ, նախ ես էլ ուզում ավելացնել, Իջևանում միտքի մոտեցավ, ձեզ չհասցրեց մոտենալ ու ասեց, որ միայն այն պատճառը, որ 6 ամիս պակաս է իր որդուն կարոտելու, դրա համար ամբողջ կյանքում ձեզ օրհնելու է ու ես այդ օրհնությունները հիմա փոխանցում եմ ձեզ։ Մեկ այլ բան, որ ոչ մի բնակավայր որ մտանք, ոչ մի բնակիչ չարձագանքեց, որ տվյալ բնակավայրում մենք որևիցե աշխատանք չենք կատարել, ուստեղ փաստենք, որ բոլոր բնակավայրերում մենք շատ մեծ աշխատանք էինք կատարել եւ այն բնակավայրերում, որտեղ նույնիսկ մարդիկ իրենց խնդիրներն էին բարձրաձայնում, իրենք վստահ էին, որ այդ խնդիրները լուծումներ ստանալու են։ Այսինքն իրենք վստահում են մեզ, մեր քաղաքական ուժին, մենք էլ պատրաստ ենք այդ լուծումները տալ։ Այսքան։ Պարոն Գաբրելյան, ես մի բան եմ ուզում ասել, մենք շատ ենք այս ապահովագրությունից երբ խոսում ենք, մենակ թոշակառուներին ենք ասում, կամ հիմնականում նա ենք ասում, պարոն վարչապետ, բայց որ նայում ենք 1.6 միլիոն շահառու է դարձել, այսինքն թոշակառուները ստացվում է, որ ընդամենը 30, այո, թոշակառուները այս ամբողջ ռեֆորմի երևի հազիվ 30%-ն են, եւ ես ուզում եմ մեր բոլոր քաղաքացիների խորհուրդ տալ, այսինքն եթե դուք
200,000 իդեպ մաքուր աշխատավարձ չէ, իսկ եթե ձեր քարտին ամսական 140 ու 150,000 դուք ստանում եք, ուրեմն դուք արդեն իսկ ապահովագրված եք, ունեք շահառու եք եւ խորհուրդ եմ տալիս օգտվել, հնարավորինս շատ վերանել խնդիրները, որտեղ մենք գիտենք խնդիրներ կլինեն, որպեսզի այդ փորձի ընթացքում լուծեն։ Իսկ տպավորության մասին կարող եմ ասել, որ արդեն երկրորդ օրն է, ձեզ որևէ քաղաքացի չի մոտեցել եւ ապագայի կամ այսպես հուսադրող որևէ խոսք ձեզանից չի ուզեցել լսել, այլ պրակտիկ որևէ գործնական քայլեր ակնկալել։ Դուք շատ ճիշտ եք ասում, այդ խաղաղությունը կարող է անցնել ապահովություն ա վերում։ Այս բանը չկարողացա հիշելով ասել, բայց հայտնիներից մեկն ասել, որ խաղաղությունը հենց այդպիսի մի բան է, որ քանի դեռ ինքը կա, դու իրան չես նկատում եւ նկատում ես այն ժամանակ, երբ որ ինքը վտանգված է լինում։ Եվ ես լիահույս եմ, որ մեր քաղաքացիները հունիսի 7-ին իսկապես այդ դարաշրջանը խաղաղության բացելու են իրենց քվեարկությամբ, որովհետև վերջին առնվազն 1-2 տարում Հայաստանն քարտեզի վրա գոնե այն երկիրն է, որտեղ դեսպանատները աշխարհի չեն հայտարարում իրենց քաղաքացիներին, որ վտանգավոր է մի այցելեք, սա ուրախալի է, ու մենք իսկապես մտել ենք այդ դարաշրջան ենք մտնում եւ քաղաքացիները կտան իրենց քվեն։ Հիմա բայց դուք ձեզ համար ես օրինակ մտածում եմ, ինձ հետաքրքիր է ձեզ համար, այսինքն մենք տենց մարզային այցեր իրար հետ չեմ հիշում, երբ ենք վերջի անգամ արել, բայց ձեզ համար ասենք այս պոզիտիվ մթնոլորտը ինչքանով էր սպասելի։ Եթե անկեղծ սպասելի չէր, ես այսօր մեր կուսակցության ներսում ասի, որ այսպեսի պոզիտիվ մեկը տեսել եմ 2018 թվականին մեր քարոզարշավի ընթացքում, մեր ընդդիմությունը վերցնում ենք օրական դուք միջինում ամեն բնակավայրում մոտ 3-400 մարդու հետ հանդիպում խոսում եք, եւ այդ 300-400 մեջից բնական փոփոխությունների շրջանա 1 տարի վստահեք մեզ եւ Հայաստանը եթե դիմացավ 1 տարի մենք գնալու ենք 50 եւ 100 տարվա խաղաղություն մարդիկ այդ վստահությունը այն ժամանակ մեզ տվել են եւ հիմա դրա համար ինձ թվում է այս տպավորություններով իրանք կիսվում են ցավոք ուզում հետո Պարոն Սանոսյան այսօր Տիկին Վարդանյանը այդ թեմայով խոսեց բայց այդ ժամանակ եթերի մեջ չէինք բայց մի պահ պատկերացրեցինք որ եկեք որևէ համայնքում փորձենք արված աշխատանքը ուղիղ եթերի ֆորմատով, ասենք ինչ կլինի, եթե ներկայացնենք։ Հետո հասկացանք, որ եթե գնանք այդ ճանապարհով, ասենք համայնքներում 4-5 ժամ կարող է մենք ժամանակ ուղիղ եթերի ֆորմատով կարող է 4-5 ժամ ժամանակ անցկացնենք, ընդ որում սենց քայլում ենք, հիշում ենք, որ այնտեղ մի հատ էլ կա, բայ ես մի բանը մոռացել ենք եւ այլն, եւ այդպես շարունակ։ Հիմա դուք ինչպես անկալեցիք։ Ես օրինակ ասենք լիքը բան այսօրվա այդ կապված կներեք, որ ափսոսում եմ, որ մենք ճանապարհին ժամանակ չունեցանք չներկայացնենք։ Լիքը բան, ասենք որովհետև երթևեկում ենք, այդ ճանապարհներով էլի անցել ենք, մեկ էլ այնտեղ մի հատ սենց բան կար, որ կարելի էր ցույց տալ, մյուս տեղում ուրիշ բան կար, որ կարելի էր ցույց տալ եւ այլն եւ այդպես շարունակ։ Իմիջայլոց Ակնախվյուր գյուղի մոտ էինք, այդ Ակնախվյուր գյուղի մոտ ճանապարհ, երբ որ մարզպետին հարցրեցի դեպի ինչքան ժամանակ, ի վերջին անգամ երբ է նորոգվել, ասեց որ խորհրդային միության ժամանակ, բայց այդտեղ էլի արժեքների մասին մեր գործընկերներից ով հիշեց։ Ես ուզում եմ այդ ճանապարհը, այն հայտնի կաղնին է, որ տանում է դեպի Վարդան Մամիկոնյանի տնկրած կաղնի, որի փոխարեն հետո Մարշալ Բաղրամյանն է կաղնի տնկել եւ այլն եւ այլն։ Եվ այդ ճանապարհը մենք նորոգել ենք միջև այդ կաղնի, միջև այդ ուխտատեղի եւ այդ ուխտատեղին իր պատմության մեջ այդպիսի որակի ճանապարհ երբեք չի ունեցել։ Հիշում եք իրար հետ գնացել ենք, մենակ բացում չենք, տենց բացում չենք արել, բայց շինարարության ժամանակ ես հիշում եմ գոնե 2 անգամ գնացել ենք եւ տեղում նայել ենք։ Ձեր տպավորությունները։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, շարունակելով ձեր մտքերը, այն ինչ մենք տեսնում ենք բնակավայրերում, մեր գյուղական եւ մարզային քաղաքներում, կարճ եթե նկարագրենք, դա կոչվում է կյանքի որակի փոփոխություն։ Հաստատի մեր բնակչության համար կյանքի որակը էապես փոխվել է եւ բնակչության բոլոր շերտերի, բոլոր տարիքային խմբերի համար։ Մենք ունենք երիտասարդական կենտրոններ հիմա գյուղական բնակավայրերում կամ քաղաքային բնակավայրերում, որոնք երազանքեր
ունենք այգիներ, զբոսայգիներ, հիմա մտածում ենք քաղաքային բնակավայրերում լողավազաններ բացօթյա ունենալ եւ փակ, այսինքն մենք այն շատրվաններ արդեն վերադառնում են։ Այսինքն մենք առաջնային ճանապարհ, ջուր, ենթակառուցվածքների զատ արդեն սկսել ենք կյանքի մի շարք այլ ուղղություններով ենթակառուցվածքային աշխատանքներ անել եւ կյանքի որակը փոխել, ինչը շատ լավ է եւ կարծում եմ մեր մեծագույն ձեռքբերումը նա է, որ այս ամենը իրականացրել ենք 21-ից 26 թվականին շատ բարդ ժամանակահատվածում, երբ որ մենք շատ դժվարություններ ենք ունեցել, անվտանգային խնդիրներ ենք ունեցել, բայց դրան զուգահեռ կարողացել ենք այսքան աշխատանք անենք եւ ամբողջ տպավորությունը նա է, որ այս հաստատված խաղաղության պարագայում 26-ից 31 թվականներին մենք էապես ավելի մեծ աշխատանք կանենք, որը կբերի նրան, նորից եմ ասում, կյանքի որակը շատ կփոխի մեր երկրում։ Եվ ստեղ այդ շատ էական հանգամանք կա, դուք դրա մասին խոսեցիք, ես շատ կարևոր եմ համարում հետևյալը, որ 2023-24 թվականին, երբ որ արդեն որոշակի կայունության փուլ էինք մտնում, հետահայաց նայելով ես հաճույքով արձանագրեցի, որ 20 թվին, 21 թվին, 22 թվին, 23 թվին այդ ճգնաժամային պայմաններում մեր բարեփոխումների օրակարգը ըստ էության կանգառ չի ունեցել, այսինքն մենք այդ դժվար պայմաններում, ինչ կանել անդադ մարտահրավերներով, այդ բարեփոխումները շարունակվել են եւ մենք այսօր այդ բարեփոխումները շարունակած լինելու պտուղներն ենք վայելում։ Էլի սա չի նշանակում, որ երկրում խնդիրներ չկան, բայց մեր հնան 2017 թվի համեմատ իրական հնան 53%-ով աճ ունեցել 25 թվականի արդյունքներով եւ այդ տնտեսական աճը տեսնելով է, որ մենք այդ որոշումները կայացնելու ավելի մեծ վստահություն ենք զգում, որ թոշակներ կարանք բարձրացնենք, հետո գնաճի հետ կապենք թոշակների ատեստավոր ինչ բանը, ինդեքսավորում, թոշակառուների ատեստավոր բան, Հովհաննիսյան, ձեր տպավորությունը։ Ես ֆիքսել եմ, որ այս երկու օրերի ընթացքում շատ վաղուց վերացել է ոնց որ այն հարցը, որ ասում են, բա վերջը ինչ է լինելու։ Ոնց որ տենց հարց էլ չի հնչում, ու այդպես մշտակ չեն ասում ոնց արնելու, բայց վերջ ինչ է, որովհետև մարդիկ նախ հասկացել են, որ վերջ չի լինելու, որ դեռ նոր է սկսվում մեր խաղաղության ու զարգացման շրջանը, ու նաև սա շատ կարևոր, դե իհարկե սրա գլխավոր գործոնը խաղաղության ինստիտուցիոնալ լինելն է, արդեն փաստաթղթավորված խաղաղությունն է, եւ նաև սա, նաև ձեր խոսքի առումը, որ ասում եք բարեփոխումները մենք ամենադժվարին պահերին շարունակել ենք անել, բայց ինստիտուցիոնալ խաղաղության բացակայությունը մեզ նաև խանգարել է, որ մեր ժողովուրդը ընկալի ամբողջությամբ այն բարեփոխումները, որ մենք անում ենք եւ նաև օգտվի դրանից, որովհետեւ Որտեւ անհանգստության հոգեվիճակը շատրվանը այդ հարցը դեռ կար, որտեղ բա վերջը ինչ է լինելու։ Այդ հարցի պայմաններում բավականին բարդ է մտնել բովանդակության մեջ այն փոփոխությունների, որ մենք արել ենք, բայց այս երկու օրերը նաև շատ կարևոր են այն իմաստով, որ մենք մարդկանց հետ խոսում ենք ու տեսնում ենք, որ իրանք շատ լավ էլ պատկերացնում են այդ փոփոխությունների բովանդակությունը, կառուցվածքը, ինչպես պետք է օգտվեն, հələ մի բան էլ իրանք են առաջարկներ անում, հələ մի բան էլ այն օրինակում, երբ որ մեր թոշակառու հայրենակիցը ձեզ բացատրեց, թե ինքը տեղում հասկացանք, որ մեր բարեփոխումները ոնց որ ավելի լավն են, քան մենք էինք պատկերացնում։ Եվ իմ համար այս պահին ընկալման տեսանկյունից, հոգեբանական տեսանկյունից ամենագլխավոր ձեռքբերումն է նա, որ մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը երկարաժամկետ առումով իր ապագան պատկերացնում է, ոչ միայն իր ընտանիքի, իր անձնական ապագան, այլ մեր պետության ապագան հավաքական իմաստով, ու դրա բնականաբար գլխավոր գործոնը խաղաղությունն է, երկրորդ գործոնն է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է այդ բարեփոխումներով։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Տիկին Հովհաննիսյան, ձեր տպավորությունները։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այսօր դուք եք ոնց որ այս ֆորմատով նոր եք մասնակցում, չէ՞։ Այսօր ներկուսակցական ընտրությունների երկրորդ օրն էր, արդեն հասցրել ենք լինել 4 մարզի մի քանի բնակավայրերում եւ հատկանշական է, որ քաղաքացիների կողմից ստացել ենք ֆանտաստիկ դրական ազդեցություններ, ազդակներ, միշտ դիմավորել են մեզ շփիթներով, ջերմությամբ, սրտիկներով, իհարկե այդպես էլ սպասում ենք, նաև այսօր սրտիկը արդեն տենց ահագին պոպուլյար եւ ճանաչելի, նաև այսօր եղանք Հայաստանի Հանրապետության ամենաապահով, ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունում բոլոր վայրերը ապահով են, բայց ամենաապահով վայրերից մեկում Կիրանցի սահմանազատված հատվածում եւ ես չէի եղել, շատ տպավորված եմ, նաև մի այսպիսի բան արձանագրեցի ինձ համար, որ սահմանամերձ
բնակավայրերի բնակիչները մեզ էին մոտենում եւ դիմում էին, որ ծրագիրը, որ տրամադրվում էր իրենց գումար տներ կառուցելու, շարունակական լինի եւ դա հենց փաստում է նրա մասին, որ խաղաղությունը հասել է նաեւ ամենասահմանամերձ հատված, հասել է բոլոր բնակիչներին, որ մարդիկ իրենց կյանքը կապում են Հայաստանի Հանրապետության հետ, որովհետեւ գիտակցում են, որ այստեղ խաղաղ է, այստեղ է իրենց տունը։ Այսքանը շատ դրական լիցքերով ջերմությամբ վերադառնում ենք տուն ու հետո աշխատանքի։ Տիկին Բաղդասարյան, ձեր տպավորությունը։ Պարոն վարչապետ, բնական է օրվա ընթացքում եւ հիմա էլ հետեւում է թե ինչպիսին է առհասարակ լրահոսը, որովհետեւ հատկապես այսինքն չեք կտրվել ձեր ամենօրյա գործից եւ շարունակում եմ հետեւել եւ բնական է հանգստյան օրերին պաշտոնական լրատվությունը շատ ավելի քիչ տեղ է զբաղեցնում, հիմնականում մարդիկ ավելի փափուկ լուրեր են սիրում եւ ավելի ընտանիքին ու ժամանցին են նվիրում, բայց պետք է արձանագրեմ, որ այն տեղեկատվությունը, որը փոխանցվել է այս օրերի ընթացքում, դարձել են լրատվականի հիմնական վերնագրեր։ Դե ես գաղտնիք չեմ լինի բացահայտած, որ ասեմ, որ Հայաստանում լրատվական օրակարգերը, թրենդները եւ հիմնական ուղղությունները գեներացնում է երկրի վարչապետը եւ այդպես էլ պետք է լինի եւ մինչ շատ քաղաքական ուժեր, շատ մեր ընդդիմադիր հարգելի գործընկերներ ենթադրում են, փորձում են գուշակել, թե հատկապես որ երկրի քաղաք տեխնոլոգներն են մեզ օգնում, կոնսպիրացիաներ են փնտրում, թե այսօր վարչապետի լսած երկը, փողկապի գույնը, եգիպտացորենի հատիկների քանակը ինչի հետ է համադրելի, մենք միայն պարզ բանաձև կարող ենք ասել, որ անմիջական եւ անկեղծ շփումը, որը կա քաղաքացիների հետ, դա է ճիշտ բանաձևը եւ սա է նաեւ պատճառը, որ այս երկու օրերի լրահոսը ամբողջովին գեներացում է քաղաքացիական պայմանագիրը, մեր լայվերը, կարճ վիդեոները եւ պետք է արձանագրենք նաեւ, որ մեր մյուս գործընկերները իրենց լրատվական արշավները այս օրերին լրացրել են, փորձում են արձագանքել այն թեզերին, այն մտքերին, որը մենք հաղորդում ենք, գեներացնում ենք, փորձում են հակադրել, շարունակեք նույն ձևով, մենք կթելադրենք օրակարգը, դուք փորձեք ինչ-որ կերպ արձագանքել։ Միջած այդ հետաքրքիր էր, նաև այս ձևաչափի հետաքրքրությունը, որովհետև փաստորեն այս երկու օրվա ընթացքում միլիոնավոր, այսինքն Հայաստանի բնակչությունը անգամներով գերազանցող թվով դիտումներ են ապահովել, մենք համացանցում շատ հետաքրքիր, դա էլ անսպասելի նյուանս է, որովհետև այնուամենայնիվ այդպիսի մեծ թվեր չի պատկերացնում։ Իմիջիալով մի հայտարարություն այս հեռախոսի լիցքավորումը ավարտվում է, եթե ընդհատվի եթերը, այսինքն մենք շարունակենք մյուս հեռախոսից կմիանանք։ Սա ինչ է Պապոյանին լրացնելու փորձ։ Այո, պարոն Ռուբինյան, դուք շատ ժամանակ չունեք, ընդամենը 10 վայրկյան խնդրում եմ ամփոփել ձեր։ Ես իրականում կարծում եմ ինձ համար այսօրվա գլխավոր բացահայտումը այն էր, որ Ալավերդի քաղաքում բարձում է Ժոնգտոնգ Մագնիշի քաղաքային ավտոբուս կա, այսինքն նույն Երևանի վերջին տարիների գնված ավտոբուսից եւ բաներ կա, որ մենք չենք խորանում, բայց ինձ թվում է ընդհանրապես երկրի զարգացումը չափելու համար մեկ չափիչը այն է, թե մարդիկ ինչպես են ճանապարհորդում, ընդ որում ինչպես են ճանապարհորդում իրենց բնակավայրում եւ ավելի լայն։ Ու ես հիշում եմ 10 տարի առաջ նախ պատկերացնել, որ Երևանում նոր ավտոբուս կլինի։ Հետո պատկերացնել, որ Երևանից դուրս որևէ ավտոբուս կլինի, ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է։ Հիմա մենք Ալավերդիում, որը Հայաստանի ամենևին ոչ առաջին 5 մեծ քաղաքներից մեկն է, մենք ունենք նոր Ժոնգտոնգ ավտոբուսներ։ Կառավարությունը այդտեղ դեր ունի։ Ես նույնիսկ չեմ խորանում։ Մաքսատուրքից ազատման Չէ, բայց սուբվենցիա ծրագրով է։ Նույնիսկ չեմ խորանում, նույնիսկ եթե դեր չունենա, դա միևնույն է, երկրի զարգացման գրավական է ու եթե ավելի հեռուն գնանք։ Կրկին 10 տարի առաջ շատ դժվար էր պատկերացնել, որ Երևանից օդանավակայանից այդքան ռեյս չվերթ կլինի տարբեր երկրներ, ոչ միայն ասենք Մինվոդի եւ Գալուգա։ Շատ դժվար կլիներ պատկերացնել, որ Գյումրիից կարելի է թռնել Կիպրոս, ու իմ կյանքի երազանքն է եղել միշտ, որ Հայաստանից մարդ կարողանա թռնի Հայաստան, ու հիմա մարդ կարող է Երևանից թռնել Կապան։ Նո հիմա ընդհատում է մի քիչ, բայց այո։ Հա, ընդհանրապես։ Նկատի ունեմ, այս ամեն ինչը մեզ համար շատ սովորական է դարձել եւ այդպես էլ պետքա լինի։
բայց 10 տարի առաջ լավագույն դեպքում 1890-ականների բազիկ կտեսնեիր Ալավերդիում կամ ցանկացած այլ բնակավայրում։ Հիմա Ալավերդիում կա նոր ժողովուրդ։ 5 հատ դեռևս, որ այս պահին լուծում է։ Այո։ Ես թիվ ասեմ, ուղևորափոխադրումների անցած տարի մենք Հայաստանից Եվրամիություն ունեցել ենք 1,40,000 ուղևորափոխադրում, ինչը աճ է 178,000-ով, այդ թիվը ավելին է 178,000-ով, նախորդ թվի, 24 թվի համեմատ, դրանից անհամեմատելի է, ուղևորափոխադրում բնականաբար, մի մարդը մի քանի անգամ մեկնած կլինի, բայց սա աննախադեպ մեծ թիվ է դեպի եմը, սա նաև նշանակում է, որ մարդիկ հնարավորություն են ունեցել նախ ֆիզիկապես, ֆինանսապես, ես դա թույլ տամ։ Հիմա այդ պատմությունը, որ հասկանում ենք, որ մարդիկ դժգոհում են, որ դեպի Եվրամիություն անձնական պատմություն կա։ Դեպի Եվրամիություն վիզաների խնդիր կա ամիսներով եւ այլն։ Մենք բնականաբար Եվրամիության մեր գործընկերներին դիմում ենք, բայց իրանք ասում են, բայց մենք աճի բնականon պատկերացում ունենք։ Հիմա մենք մեղավոր ենք, որ վերջին տարիներով ասենք տասնյակ անգամով Հայաստանից Եվրամիություն գնացող, որովհետև մեր պլանը եղել է նախորդ 10 տարին հաշվել ենք աճ ինչքան է, մեր կարողությունները տենց ենք կառուցել։ Չնայած հիմա մեր խնդրանքով ավելի արագ են այդ կարողությունները զարգացնում։ Բայց պարոն Եղոյան, քանի որ տենց արտահերթ ձայն վերցնի ամփոփեք, անցած տարի Եվրամիությունում ապաստան հայցողների թիվն է աննախադեպ կրճատվել, այսինքն ժողովրդական լեզվով ասած հանձնվողների, մարդիկ ովքեր գիտակցաբար գնում են եւ չեն վերադառնում, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա այդ ուրեմն նվազումը մոտ 40% է։ Այդ նվազելը դրա համար Հայաստանում քաղաքացիների ներգաղթի թիվը։ Ասեմ ավելին, հիմա առողջապահության ապահովագրության արդյունքում էլ ավելի կնվազի, որովհետև այսպես ասած հանձնվողների մի մասն էլ առողջապահական պատճառներով են հանձնվում, իսկ վիզաներին վերադառնալով նաև մենք այդ հարցը իհարկե կառավարությունը փորձում է ավելի հեշտացնել քաղաքացիների համար այդ գործընթացները համագործակցելով դեսպանատների հետ, բայց նաև նշենք, որ մոտակա տարիներին ընդհանրապես մեր քաղաքացիները առանց վիզայի են երթևեկելու, ավելի շուտ թռնելու կամ քշելու Եվրոպա եւ ունենք նաև ավտոմեքենայում։ Միանշանակ եւ դա մեծագույն փոփոխություն է լինելու մեր կյանքում։ Շատ լավ, պարոն Պապյան, խնդրեմ։ Պարոն վարչապետ, ես կարող եմ մի անձնական պատմություն պատմել, որ այս ամենը շատ հետաքրքիր։ Լավ կբնութագրի։ Ուրեմն 9 տարի առաջ, մենք 10-ի մասին ենք ասում, 9 տարի առաջ, 2017 թվականին ես իմ ընտանիքի հետ, որպեսզի գնամ հանգստանալու Հռոմ, ճանապարհը եղել է Երևան, թռել ենք Մոսկվա, սպասել ենք մի քանի ժամ, հետո Մոսկվայից թռնել ենք Հռոմ, հետո նույն կերպ հետ ենք եկել։ Բայց ինչի ուղիղ թռնեիք Հռոմ։ Չկար։ Հիմա կգամ դրան։ Հետո ուրեմն Հռոմից Մոսկվա սպասում ես եւ գալիս ես Հայաստան։ Այդ ծախսը եղել է 1000 ու մի քանի 100 եվրո միայն տոմսը։ 1000 մի քիչ ավելի։ Ինչի է եւ իսկ հիմա ինչքան է նախ։ Նախ այդքանը մոտավորապես 100 եւ մի քիչ եվրո է հիմա։ Այսինքն 10 եվրո։ Նու ես մեկ հոգու մասին չեմ ասում։ 2 եւ հետը երեխա, այսինքն դա մոտավորապես մի տասնապատիկ գինը ներքև։ Հաջորդը Հիմա ո՞ր է հիշում այդ գների մասին։ Ես հիմա ուզում եմ այդ պատմությունները պատմեմ։ Իմ անձնական օրինակով տասնապատիկ խնայողություն մեկ ընտանիքը։ Հաջորդը ժամանակը Երևան-Հռոմ մոտավորապես 3 ժամ է։ Երևան-Մոսկվա-Հռոմ սպասելով 24 ժամ իր դրացիչ ծախսերով։ Եվ մի հատ էլ բան։ Այն ժամանակ մենք Հռոմ գնալու համար գնում ենք Մոսկվա, հիմա Հռոմ գնալու համար Մոսկվայից գալիս են Երևան։ Սա կարծում եմ արժանապատվության հարց է առաջին հերթին եւ շատ կարևոր։ Այդ որ ասում են արժանապատիվ խաղաղություն, որ ճանապարհներին, տենց նստարաններին ժամերով նստում էինք, այդտեղ արժանապատվության հարց փաստորեն չկար, հա։ Ես այս օրինակով ցույց եմ տալիս եւ արժանապատվության, եւ տնտեսական զարգացման, եւ խնայողության, ֆինանսական, եւ ընդհանրապես աշխարհը տեսնելու հնարավորության մասին, որովհետեւ այսօր էլ 1000 եվրոն շատ մեծ գումար է ու շատերին թույլ չեն կարող տալ ցավոք սրտի։
Իսկ 77 Ուր։ Հռոմ 77 Այսի 5-ի գնալ գալ։ Իսկ 77 գնալ գալը 77 եվրո։ 77 եվրո։ Դոլար։ Հա, եւ 77 դոլար գնում ենք Հռոմ հետ ենք գալիս եւ 77 բա ուրիշ զեղչեր չկան։ Եվ մի դեպք էլ պատմեմ իմ անձնական էլի աշխատանքային գործուղում մի անգամ ես էլի Հռոմ գործուղում ունեի եւ դրա հաջորդ օրը գնացել ենք Մեղրի, եկել ենք մեքենայով գնացինք Մեղրի գանք, մոտավորապես նույն չափի ենք ծախսել, որովհետեւ բենզինի ծախսը Երևան Մեղրի Երևան այնքան էր եղել, ինչքան իմ տոմսի փողը Երևան Հռոմ հետ։ Դե հիմա էսա բենզինն էլ է, չնայած տարածաշրջանային դեպքերով պայմանավորված, չգիտեմ, երևի շուկային այնի փոփոխություն կլինի, բայց ամեն դեպքում սա ինչի համար եմ ասում, որ մարդիկ, որոնք որ հատկապես երիտասարդները 10 տարի առաջ ընթերենք փոքր են եղել, դպրոցական են եղել, իրենք միգուցե այդ ամեն ինչ չեն տեսել ու այն ինչ որ մենք այսօր ունենք նորմալ է, որ կարող է իրենք դες չգնահատեն, դրա համար ես նաև փորձեցի այսպես ասած այս պատմությունով ցույց տալ, թե մենք ինչ առաջընթաց ենք ունեցել այս տարիների լառնակա 18 դոլար, բայց գիտեք, ես օրինակ ես այդ տպավորությունը ամենևին չստացա, որ կարող են չգնահատել։ Ես օրինակ շատ մեծ գնահատանք եմ զգացել երկու օրեր։ Երիտասարդները չեն տեսել, կարող է իրենք չըմբռնեն։ Այսինքն իրենց համար նորմալ է, որ տոմսը պետքա լինի 18 դոլար կամ 28 դոլար։ Այսինքն իրենք չեն պատկերացնում, որ ուղղակի կարող է 500 դոլար։ Հա, Տելեգրամը $36 գնալ գա։ 23-ին դեռ լառնակա Երևանից։ Ընդունում ենք ասել։ Չէ, վիզա թեթև է տալիս եւ Շենգենի եւ $10 էլ հետ գալ։ Այդ առակ տոմսը։ Չէ, Ալզաշավը հետ հետո։ Ավարչապետ կերա։ Այստեղ այս մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, որ կարող է դա լինել $500։ Այդ մենք ունեցել ենք ժամանակ, չէ՞, որ Երևան, Մոսկվա տոմսը ասենք 500 կամ չգիտեմ, եվրոպական որևէ քաղաք։ Սրա մասին է խոսքը ու ես կարծում եմ, որ սա պետք է գնահատենք ու այս ամեն ինչը պետք է պաշտպանենք ու դա կարևոր է շատ։ Շատ լավ։ Պարոն Պետրոսյան, վերջին ամիսներին քաղաքական կարգավիճակ չունեք, հիմա հետաքրքիր է այս քաղաքական նոր շրջափուլում դուք ինչ տպավորություններ ունեք։ Պարոն Վարչապետ, քաղաքական պաշտոն չունեմ, բայց կարգավիճակ ունեմ, վարչության անդամ եմ։ Այո։ Ես բայց այնուամենայնիվ ամենօրյա աշխատանքը քաղաքական չի, էլի։ Հա, իհարկե։ Չգիտեմ ինձանից առաջ բանախոսն ինչ են խոսել, բայց ուզում եմ այսօր եմ տպավորություն եկիսը ու ես այսօր հասկացա վերացիչ անգամ, որ մեր ժողովուրդը շատ բացառիկ քաղաքական, ասես հոտառություն ունի ու անկախ սոցիալական կարգավիճակից, անկախ սոցիումի շերտից իդեալական տիրապետում է քաղաքական, ներքաղաքական կոնյունկտուրայի բոլոր նրբությունները, բոլոր շփումների ժամանակ այսօր մարդկանց առաջին մեսիջը էր, որ նաև աշխարհակաղակական մեր տարածաշրջանի հարևան երկրների իրավիճակից ելնելով ու մեր այս ձևաչափով կուսակցական լեսերգորվագործության համադրումով, այսպես ասած, որը կոնտրաստի առումով շատ վառ է, գիտակցում են, որ կարևորագույն ձեռքբերումը, որ ունենք 21 թվականին խոստացել ենք, դա խաղաղությունն է, կայուն խաղաղությունը, դա աստված, որ մենք մեր թիմով այո կարողանանք նաև հասնել վերջնական իրավական ամրագրման այդ կարգավիճակ։ Եվ երկրորդը սոցիալական իհարկե տարբեր ծրագրեր, այդ թվում առողջապահական համապարփակ ապահովագրության, այդ թվում նաև դրա շրջանում գեղարվեստի տրամադրման, կեսաթոշակների նաև Իջևանում իդեալական ասենք հաշվարկեցին ինչ մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի տազադրամով բարձրացնելը ու լավագույն միջոցն է քաղաքական գործի համար գնալ դռնելու ժողովրդի հետ ուղիղ խոսել։ Ես կարծում եմ նաև վստահ եմ, որ մեր թիմի ձեր անձամ մեր քաղաքական նաև 50-յակ այսպես ասած քաղաքական անելիքը պիտի լինի մնա եւ լինի եւ մնա սա մեր ժողովրդի հետ ուղիղ կոմունիկացնել այն անկաշկանդ միջավայրում են անկաշկանդ մոտեցումը քննարկում ցանկացած սուր հարցներ պատասխանել ցանկացած հարց քննարկելի է գիտեն որ կան մոդեր այդ պահին էլ հարցը կլուծվի այո կան ինստիտուցիոնալ հարցեր որոնք ժամանակը պահանջում լուծել բայց եւ կան հարցեր որոնք մեր լուծելունն չեն կամ իրանք իբնել լուծում չունեն այո բայց մենք այդ հարցերը լսում ենք եւ հասցեագրում ենք
եթե նույնիսկ կարճաժամկետ բնանում լուծում չունի այդ հարցը, մենք մեր քաղաքացուն դա բացատրում ենք, մեր քաղաքացին դա անցալում է եւ շատ շնորհակալ վերադառնում է իր առօրյային։ Այսօր ես դա արձանագրել եմ։ Շատ լավ։ Տիկին Դավոյան, դուք էլ հարգելի պատճառներով ահագին վերջին ամիսներին մի քիչ կտրվեցիք քաղաքական թողոբոյից եւ ձեզ համար էլ է տենց վերադարձ։ Այսինքն թարմ հայացք ունեք արդեն ոնց երևաց թարմ հայացքով։ Թարմ հայացքով դե աշխատել եմ շատ չկտրվել, համենայն դեպս շատ գործերի ընթացքին հետևել եմ, այսօր շատ տպավորված եմ եւ զարմացած չեմ հաճելիորեն, որովհետեւ այն ինչ որ միշտ տեղի է ունեցել եւ քաղաքացիների հետ մեր կապը ինչպես միշտ եղել է, հիմա շարունակվում է։ Ուղղակի այսօր ուզում եմ ափսոսանք հայտնել, որ մենք չգնացինք Ստեփանավան, չգնացինք խոստացել ենք, որովհետեւ այնտեղ այնքան բանկար ցույց տալու բան վարչապետ, որ եւ հպարտանալու թե մեր քաղաքը ինչքան է սիրունացել, ինչքան հետաքրքիր է։ Խնդիրն են, ուրիշ տեղեր էլ բաներ կար ցույց տալու։ Մի մասը ուզում ենք ցույց տանք, դրա համար ուշացանք եւ այլն։ Հա, ես ուղղակի ուզում եմ վստահաբար մեր քաղաքացիների անունից ուզում եմ փոխանցել, որ շատ ու շատ սպասում ենք այս թիմին, ձեզ հատկապես, որպեսզի մեր թիմի շնորհիվ ձեռքբերումները ցույց տանք եւ ուզում եմ անպայման դուք տեսնեք 10 շենքերը, որոնք սկսել են կառուցվել, Աշոտաբերդը կառուցվում են։ Այո, կառուցվում են։ Բացացել են, մի քանի շենք կա արդեն ու մենք խնդիր ունենք մեր աշխատանքը անընդհատ ցույց տալու, պարոն վարչապետ, այդ է մեր թիմի խնդիրը, ես կարծում եմ, որովհետև այս մամուլի ինչ որ անհասկանալի աղմուկ աղաղակի մեջ մեր շատ կարևոր աշխատանքները մի տեսակ անտեսված են մնում եւ մենք անընդհատ խոսենք, բացաձայնենք, ասենք, պատկերացեք Աշոտաբերդի համար ինչու եմ հիմա ասում, որովհետև ձեզ շատ են դիտում, որևէ լրատվական այնքան քիչ են անդրադարձել, որ 10 շենք եւ մարդիկ, որոնք երկրաշարժից հետո մնացել էին այդ փայտե հոտած տնակներում, նորմալ արժանապատիվ տներ պիտի ունենան։ Ուզում եմ մենք բոլոր ամեն օր դրա մասին ասենք, որ 293 ինչքան հիշում եմ ընտանիք ունենալու է արժանապատիվ բնակարան, որը շատ ու շատ կարեւոր է։ Այդ ուզում եմ անպայման դրա մասին խոսել եւ նորից խոսել, շարունակել պարոն Պետրոսյանի եւ մեր գործընկերներին բոլոր մեր կապը ժողովրդի հետ դա է մեր հաղթանակի գրավականը, որ մենք պատրաստ ենք լսել, մենք պատրաստ ենք քննադատվել եւ չունենալով խելքի գլխին ընդդիմություն, այսպես ասած, մեր ընդդիմությունը եւ ընդդիմախոսները մնում է ժողովուրդը։ Եվ կարծում եմ ամենաազնիվ, ամենաարդար եւ ամենասրտացավ ընդդիմախոսները մեր քաղաքացիներն են, որոնք ի սրտե մեզ հանդիմանում են, ասում են, չէ, բանը սենց արեք, նենց արեք, եւ մենք նրանց լսելով շատ ու շատ ավելի հետևություններ ենք անում եւ շարունակում ենք առաջ գնալ եւ կարեւորը իրենք մեզ հասկանում են, ավարտելով ասեմ, որ ամենակարևոր բանն եմ ուզում ասել, բոլորը խաղաղությունը անցալել են։